Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին, բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում և սպասում են մեր եթերներին։ Ես բազմիցս ասել եմ և չեմ հոգնում կրկնելու, որ գնալով մենք ավելի ծանր ժամանակների ենք ապրում։ Հայաստանը այսպես շատ սահուն տեղափոխվում է մեղմ ասած մի այնպիսի իրավիճակի, որը հիշեցնում է բռնապետության և այս բռնապետության պայմաններում ամեն օր կարող են լինել անակնկալ զարգացումներ։ Եվ իհարկե այն, ինչ կատարվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի շուրջը, չի կարելի այսպես, ինչպես ասում են, անհոգ թողնել։ Չի կարելի, որովհետև մարդու նկատմամբ նման վերաբերմունք այն էլ մարդու, որ քիչ բան չի արել իր ժողովրդի համար, եւ ինձ հատկապես զարմացնում է մարզաշխարհի լռությունը, վերջապես Օլիմպիական կոմիտեի նախագահի դեմ են այս անօրինականությունները։ Եվ բոլորս էլ հասկանում ենք, որ սա հերթական մասկի շոուն է, հերթական շինծու գործ է։ Այս իշխանությունները նման նախաձեռնությամբ են միշտ աչքի ընկել։ Այսօր ստեղծված իրավիճակի եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցելու ենք մեր ծրագրի լավագույն բարեկամներից մեկի Newspress-ի հիմնադիր նախագահ հմայիչ մի անձնավորության Արիաննա Հովսեփյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արիաննա, քո ամեն գալը դա նշանակում է նոր բացահայտումներ, նոր անակնկալներ։ Ես ուրախ եմ, որ դու նորից մեզ հետ եթերում ես եւ ինչպես պոետը կասել, սպիտակ հրշերով հավաքվել ենք եթերում։ Այո։ Լսենք մեկս մյուսի, բայց փորձենք միշտ ինչպես միշտ մնալ արդարացի եւ ճշմարտացի։ Նախ շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Ղուշյան ջան, որը ինձ միշտ հարթակ եք տրամադրում, չնայած դրա կարիքը չունեմ, բայց այն ձեր մարտտեսակը, ձեր արդարացի ճանապարհը, որ դուք ընտրել եք, այդ ճանապարհով նաև ես եմ գրում։ Մեր մեջ չկա գումարային ինչ-որ թեմաներ, որ գումարը տանք, գանք ելույթ ունենանք։ Համենայն դեպս ես եւ դուք ինքնահաստատման մենք կարիք չունենք։ Ճիշտ նկատեցիք պարոն Ծառուկյանի դեմ կատարված այս լկտի, ցինիկ, ապօրինի քայլերը 3 օր է, 3 օր տեսել եք, մենք խոսել ենք դրա մասին, անգամ իմ լրատվական կայքով ես չեմ խոսում, խոսում եմ իմ Facebook-յան էջով, որովհետև ես թե ձեր տաղավարից եւ թե իմ լրատվական կայքից չեմ կարող իմ ազատ միտքը արտահայտել այն ինչ որ այն լեքսիկոնով ես խոսում եմ իմ Facebook-յան տարածքում։ Դա իմ տարածքն է, որտեղ բազմահազարանոց հավատարիմ հետևորդներ ունեմ։ Տեսեք, պարոն Ղուշյան, դուք շատ լավ շեշտեցիք մարզաշխարհի լռությունը։ 3 օր ամենավերջին բառերով ես կոչ եմ անում իրենց։ 3 օր։ 3 աշխարհի եռակի չեմպիոն խոսեց, որի համար շատ շնորհակալ եմ, կներեք իմ էջում կա կիսված անունը, հիմա չեմ մտաբերում, շնորհակալ եմ իրեն։ Արսեն Ջուլֆալակյանն։ Արսեն Ջուլֆալակյանն էլ է ամենաառաջինը խոսել, հալալ է իրեն,
Արտուր թե Աշոտ, Արտուր իմ մեջում կա կիսված երակի չեմպիոն աշխարհի։ Արտուր Ալեքսանյան։ Չէ։ Արտուր Ալեքսանյան դա այն սպիտակ արջն է, հա, որ ասում են։ Նա արդեն ձեռք է մեկնել Նիկոլին, ոնց կգա Ծառուկյանի կողքը կանգնի։ Մեկ վարքյան ես ուզում եմ այդ սպորտսմենի անունը էլի ձեզ ասել, որովհետև Արթուր Աբրամ։ Արթուր Աբրամյանը տարել էր Նիկոլին մցրել էր իրանց տուն։ Նիկոլ ջան, արի մամաս քո համար հաց է սարքել։ Այո։ Դե եթե չես գտնում այդքան սարսափելի։ Արտյոմ Խուգոյան։ Արտյոմ Խուգոյանը։ Դե Արտուր ես ասում։ Չէ, դրա համար ասեցի, չեմ հիշում։ Արտյոմ Խուգոյանը ելույթ ունեցա, որի համար շատ շնորհակալ եմ իրեն։ Տեսեք, այն ցինիկ, այն անշնորհք, այն զզվելի վիճակով, որ ներխուժեցին Գագիկ Ծառուկյանի տուն, ես վստահ եմ, որ Տոզդոևնան եւ ԱԱԾ տնօրենը սես նստած ատամները սես կրճացրած, դավայցի, մենք պետք է Նիկոլի սիրտը հովացնենք, կտապալեք գետին 70 տարեկան բարերար մարդու, ոնց ես ինձ հիշում եմ, ես մենակ լսել եմ, որ Ծառուկյանը ամբողջ հայազգի համար օգնություն է բաժանում, ու այդ 70 տարեկան մարդուն Տոզդոևնայի եւ ԱԱԾ տնօրենի շնորհքով, որպեսզի իրենք գոհացնեն, հա, Նիկոլ Փաշինյանին, տեսեք այդ մարդուն ինչ օրը գցեցին, բայց ես ձեզ վստահեցնում եմ, պարոն Խուշյան, նույն օրը իրենք են ընկնելու ավելի խայտառակ ձևով, գիտեք ոնց, ես այն օրն էլ եմ ասել, այս մասկի շոուի վերաբերյալ, օրինակ նախկինների ժամանակ, ինչքան ուզում է նախկիններին ես գնահատեմ, հա, երբ որ ես Նալբանդյան փողոցով մեքենայով բարձրանում էի, ես անգամ իմ մեքենայի երաժշտությունը բարձր չէի անում, անկեղծ եմ ասում, որովհետև գիտեի, այստեղ ԱԱԾ-ի տղաներն են նստած, կար սարսափ, բայց հիմա ԱԱԾ-ի տղաները դարձել են հավ բռնող, ճուտ բռնող, առյուծ բռնող, առյուծի սատկացրեցին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը ոչ օրինական նստեն, ասեն ուռա, տեսեք, դա գիտեք ինչից էր, որովհետև Նիկոլն էր, տո ԱԱԾ-ն էր, տո ՄՎԴ-ն էր, շամպես վախեցան ворց առյուծից, ворց, եթե իրենք, գիտեք ոնց, այնտեղ տապալում են Գագիկ Ծառուկյանին գետին, հա, հետո շատ հարգանքով շոուն նայեք, այնտեղ շուշուտ նկարում են, թե ոնց են տապալում, որ Նիկոլ Դավաճանը տեսնի, սիրտը հովանա, որ հանկարծ Ծառուկյանը չտաներ չգցեր ворց առյուծի մեջ, նկարում վերջացնում են շատ հարգանքով, իրան ուղեկցում են դեպի մեքենա, անգամ, հա, ձեռնաշղթաները, որ կար, այնքան անճար է ԱԱԾ-ն, որ Աժդահա, չէ, մեր առյուծ Գագիկ Ծառուկյանը իրա ձեռքով չէր, մենակ գցեն նկարեն, էլի սենց կիսաբաց բան, որովհետև չէր փակվում դա է մեր ԱԱԾ-ի, դա է մեր Տոզդոևնայի իրական դեմքը, եւ ես վստահ եմ, որ մոտ ժամանակները Տոզդոևնան հրաժարական պիտի տա այդ աթոռին, մինչդեռ շոու են անում իրանց պապայի համար, Դավաճանի համար, որ վաղ թե ուշ իրենք այդ օրն են ընկնելու, թող Տոզդոևնան նախարար, իմ անձնական ղազից լավ բան չի սովորի, ես վստահ ասում եմ, որ Տոզդոևնան գնալու է նստի իմ անձնական ղազի կողքը, Վայե Ղազարյանի նախկին նախարարի կողքը, փոխանակ այն մեր երկրի անվտանգությունով զբաղվեն, նարկոտիկը վխտում է, մի հատ տեսեք հանցագործություններ, մորթոցիներ, կրակոցներ, պարոն Ղուշյան, ընկած թիթեռ են նկարում, Ծառուկյան եք տանում, ես վստահ եմ, որ եթե Տոզդոևնան, եւ թե շատ շատերը կերազեին, որ ժամանակին Գագիկ Ծառուկյանի հետ մի բաժակ սուրճ խմեին կամ հպարտասեին, վայ, գիտեք, մենք այսօր Գագիկ Ծառուկյանի հետ մենք ձեռքով բարևել ենք, դա նրանց երազանքն է, իսկ մարզաշխարհի լռությունը, այսօր մամուլում լուրեր էր պտտվում, պարոն Ղուշյան, որ ՔՊԱ-ական է, այսինքն այդ հոդվածը գնացել է մամուլում, որ ըստ շրջանառվող լուրերի
ԿՊԱ-ականները հատ-հատ զանգել են մարզաշխարհի մեր սպորտսմեններին, չեմպիոններին, ասել են, որ հանկարծ մեկը չխոսեք։ Հիմա ես խոսքս ուղում եմ ձեզ, ես երեկոյան կոչ եմ արել, մինչև այսօր իրեն ժամանակ եմ տվել հատ-հատ, անուն առանուն, խայտառակելու եմ բոլորին, որովհետև բոլոր մեր մարզաշխարհի սպորտսմենները աշխարհի հարթակներ դրոշ են բարձրացրել, դա եղել է Գագիկ Ծառուկյանի շնորհիվ։ Այսինքն, ԿՊԱ-ականները զանգում ասում են չխոսեք, իրանք իրենց համարում են առյուծ տղաներ, չեմպիոններ, Հայաստանի վաղկոտ փիսիկ չեմպիոնները, որ հիմա չեն կարողանում խոսեն, այլևս ո՞նց են հարթակ դուրս գալու։ Տղեն պիտի հոգով ուժեղ լինի, ես էլ կարող եմ մարդ գցել գետին խփել, բայց ես հոգով եմ ուժեղ, հոգով։ Նազիկ Ավդալյանը, դուք պատկերացնում եք Գագիկ Ծառուկյանի սանիկն է, քավորն է։ Եթե չլիներ Նազիկ Գագիկ Ծառուկյանը 2011 թվականին, եթե չեմ սխալվում, հիշում եք իր ավտովթարը։ Ում շնորհիվ ապրեց հիմա Նազիկ Ավդալյանը։ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, ես երեք այդ տեսանյութը հրապարակել եմ։ Ով է նվեր տվել Նազիկ քեզ այդ տան մեջ առոք-փառոք, որ ապրում ես տղուդ հետ։ Գագիկ Ծառուկյանը ու երեք տվյալ անձը, գիտեք ինչ է ասում։ Ես կարող եմ խոսել սպորտից։ Ես իրավական գնահատական չեմ կարող տալ, ինչի։ Այդ լուրջ ես ասում, այդ Նիկոլի անօրինական քայլը, որ եղավ, դա իրավական գնահատական էր, միգուցե Նազիկ Ավդալյանին ման գանք Նիկոլի կառավարական դաչայում, միգուցե ման գանք նախարարությունում ընդեղ վերընկած լինի։ Ոնց եք դուք կարծում, կամ նա սպիտակ արջ են ասում, Արթուր Ալեքսանյան, չեք ամաչում, մեջը փող չկա, ավտո չկա, տուն չկա, լռել եք եւ դուք աշխարհի չեմպիոններ եք համարվում։ Էս ինչ վախի մթնոլորտ է։ Ոնց կարա սպորտսմենները, եթե դուրս գան, խոսեն ինչքան ուզում է վախացնեն, պարոն Ղուշյան, բռնեն տանեն։ Դուք պատկերացնում եք աշխարհի չեմպիոնների, ամբողջ աշխարհը ինչ կանի։ Ինչից եք վախենում։ Ես, պարոն Ղուշյան, ինչի չեմ վախենում։ Ինչի չեմ վախենում, ես պատրաստ եմ ամեն վատ բանի, այդքան ինչ ասես իմ գլխին արել է, ինչ ասես, չեմ կոտրվել, չեմ ընկճվել և չեմ լռել, ամոթ ձեզ, ես ասել եմ, դուք էլ կհետևեք, այսօր երեկոյան, ես նորից սպորտսմենների անունները տալու եմ ու խայտառակելու եմ։ Գիտես, միայն մարզաշխարհը չի, տեսեք, այս անհեթեթ, այս հիմար, այս անհասկանալի ձերբակալությունների արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անգործ։ Դուք պատկերացնում եք դրան գումարած նրանց ընտանիքները, որոնք առաջիկա 1-2 ամիսներին ոնց են ապրելու, ոնց են գոյատևելու, ամեն ինչ փակ է։ Եվ այս իշխանությունները, դուք հասկանում եք, գոնե ինչ եք անում։ Դուք հասկանում եք, որ դուք ստիպում եք, որ մի ազգ ոտքի կանգնի։ Ես չգիտեմ, դուք կամ անուղեղ եք, կամ միտումնավոր տանում եք այս, ինչպես ասում են, քաղաքացիական պատերազմի։ Համամիտ չէ՞։ Միանշանակ համամիտ եմ ես ձեզ հետ, ես այստեղ, չգիտեմ, միգուցե դուք այդ կադրերը չեք տեսել, պարոն Ղուշյան, որ պարոն Ծառուկյանի մոտ աշխատակիցները այնքան ստոր, այնքան անաղուհաց քրդիշուն են եղել, ոմանք, բայց ես կարծում եմ մեծամասնությունը, որ գնացել են Նիկոլեն ընտրել։ Մի գյուղացի մարդ Ծառուկյանի Արարատ կոնյակի գործարանի աշխատակիցը կանգնել էր անամոթի պես, բոլորը ծափ էին տալիս։ Ասում է բան է, այս որ մտել էին խուզարկության, բոլորին դուրս էին հանել, լրագրողին պատմում, ասում է Նիկոլ, ես եկա քեզ ընտրեցի, Ծառուկյանի աշխատակից է իր մոտի, որ Ծառուկյանն է իր ընտանիքը պահում, դուք հասկանում եք։ Ասում է դու մեր հացին վայիս ես լինում, հիմա ես ձեզ եմ ասում, ձեզ հասնում է, ով գնացել Նիկոլը ընտրել, ես ասել եմ և պիտի ասեմ, իմ երկիրը այս վիճակին հասցնողները գերեզման պիտի չունենան, տո պիտի սովածել սատկեմ, որովհետև իսկական հայը, ում ազգանունը վերջանում է յանով, թույլ չեր տա այսպիսի բան, և ես
այստեղ նաև զարմանում եմ։ Ոչ Ծառուկյանի հոր կողմից եմ բարեկամ, ոչ մոր կողմից եմ բարեկամ։ 8 տարի ես անձամբ ճանաչում եմ իրեն։ Բազմաթիվ անգամ, վերջի մեր հանդիպումը եղել է ամսի 14-ին, միասին իրենց այգիում նստած խոսել ենք, զրուցել ենք, քաղաքական հայացքներով կիսվել ենք, հա։ Ես ասում եմ, ես ամուր սեղմում եմ ձեր ձեռքը, ինքը իր խոսքի, իր ուժի տեր մարդ է, հավատացեք, հավատարիմ իր սկզբունքներին, ինքը պարզապես չգնաց կոմպրոմիսի, այ դրա համար այսօր ընկավ։ Ես մի բան եմ ուզում ասել, ինչի դուրս չեք գալիս, Արարատ կոնյակ, ցեմենտի գործարան, լիքը բիզնեսներ, ես այսօր, ստեղից հեսա գիտեք ուր եմ գնալու, ես գնում եմ Օլիմպավանի շենքի մոտ, գնալու եմ ուղիղ լայվը միացնեմ իմ Facebook-ով, նկարեմ, տեսնեմ ուր են այդ սպորտսմենները, պիտի դուք խոսակ, վախկոտ փիսիկներ, դուք մարդ եք դարձել, դուք այն ինչ ունեք, դուք ունեք Ծառուկյանի շնորհիվ, դուք պիտի խոսակ, եւ հետո կոչը սփյուռքահայերին, ես երեք իմ Facebook-յան եթերով եմ ասել, սիրելի սփյուռքահայություն, աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայություն, դուք նրա համար էիք, որ 18 թվականին դուրս եկաք, մերժեցիք Սերժին, բերեցիք այս դավաճանին, որ երկիրը այս տեսակ վարի տա, 18 թվականին ամբողջ Սփյուռքի հայությունը դուրս էր եկել Նիկոլի հետ միասին դմդմփու էին անում։ Հիմա ուր եք, եթե կարծում եք, որ Հայաստանը ձեր համար գերեզմանոց է, դուք չարաչար սխալվում եք։ Երեք էդի մարտահայտության համար մի քանի հոգի Ամերիկայի Միացյալ Նահանգներից տակը գրել է, գիտեք, մենք որ խոսում ենք, ասում են, եկեք այստեղ ապրեք, հիմա ես ձեզ մի բան ասեմ, 30 տարի, դուք ինքներդ շատ լավ գիտեք, ես որտեղ եմ ապրում։ Ռուսաստանի Դաշնության բայց այստեղ եք միշտ։ Այո, տանս դռները փակել եմ, եկել եմ այս աթոռի համար կռիվ եմ տալիս։ Հարգելի սփյուռքահայեր, մահափորձ են արել իմ դեմ, տունս են մտել, անվանս հետ են խաղացել։ Ոչ մեկի կարծիքով չեմ ապրել եւ չեմ կոտրվել։ Ինչի եք նեղվում։ Ծառուկյանը լիքը Սփյուռքում գտնվող հայերի կնքահայր է։ Շատ լավ գիտեմ ովքեր են, ովքեր մարդ են դարձել Ծառուկյանի շնորհիվ։ Ուր են, ինչի են բերաններները ջուր առել ու նստել։ Ծառուկյանը երբ որ գնում է Ամերիկա, Ռուսաստան կամ ինչ-որ միտեղ, բոլորը չոքում են դեմը, որ ցույց տան, որ իրենք Ծառուկյանի հետ են։ Բայց հիմա ուր են, վախենում են, որ խոսեն գան Հայաստան, Նիկոլը իրանց կշոյի, սա է հայի կերպարը դարձել, այս վախի մթնոլորտը։ Արիանա, գիտես, քեզ ավելին ասեմ, արդեն 15 տարուց ավելի է, ես ոչ մի հարաբերություն չունեմ պարոն Ծառուկյանի հետ։ Մի հարցով նեղացել, վիրավորվել, լեռացել եմ եւ ոչ բարև, ոչ բարելույս։ Բայց կողքից միշտ ուրախացել եմ, որ այդ մարդը կանգնած է եղել հատկապես մեր մարզաշխարհի թիկունքին եւ ամեն ինչ արել է, որ հայկական սպորտը ծաղկի, որ մեր դրոշը ամենուր բարձրացվի։ Եվ գիտեք, սիրելի բարեկամներ, ես անձնական ճշնամանք չունեմ պարոն Ծառուկյանի, ոչ էլ բարեկամություն, բայց այն ինչ կատարվում է նրա շուրջը, ինձ որպես հայ մարդու շատ վիրավորական է։ Հավատացիք, վաղը մեզանից ցանկացած է կարող են նույն ձևի վարվել։ Կանգնացնել փողոցում ասել դուք այս ինչի կոչ եք անում, այն ինչի կոչ եք անում, ձերբակալել եւ ազատազրկել։ Բայց ինչ, սրանով հարցի լուծում է լինելու։ Թող լսեք այ վախկոտներ, այ ոչնչություններ։ Ոնց կարող եք դուք կոտրել մի ժողովրդի, որը Տիգրան մեծ է ունեցել, որը մարզաշխարհի այնպիսի հերոսների է տվել, Յուրի Վարդանյան, Տիգրան Պետրոսյան, Արարատ 73 եւ այս ամենը ունեցող ազգը այսօր հանկարծ պիտի ծնկի գա։ Ես չգիտեմ, մեր ընդդիմադիրները ինչով են զբաղված։ Սատկել են, ընդդիմադիրները հերթով, պարոն Ղուշյան ջան, մտնում են եթեր, կոստյումները հագած, դե արդեն
բանը դեպուտատներ են, չէ, դառնալու, պարգևավճար են ստանալու, պիտի չոքեն Նիկոլի առաջ, պիտի քպնթքի իրանց վրա, իրանք այսեն սրբեն, ասեն էլի թքեք մեր վրա, մանդատից չզրկվենք, պարգևավճար ստանանք, Եվրոպաներ գնանք, եթե մենք ունենայինք իրական, ես բազմից եմ ասել, մենք չունենք ընդդիմություն, մենք պետքա ընդդիմափոխություն անենք, բայց եթե ստական ընդդիմություն, այս Նիկոլի գրպանի շները, մեկը Քոչարյան, մեկը Տաշիր Սամո, որ մանդատի համար մեռնում են, ժողովրդին խաբեցին, ձայները գողացան, հույսեր տվեցին, արեցին, ժողովրդի ուղեղի մեջ լցրել են 300,000 աշխատատեղ, բա բուլկի, Նարեկ Կարապետյան, այդ ուրա, ավարտվեց եկեղեցու դեմ պայքարը, պարոն Ղուշյան, ավարտվեց, որ 300,000 ադրբեջանցիներ ասում էին պիտի գան Հայաստան, ավարտվեց այդ պայքարը, եթե իրենք ընդդիմություն լինեին, իրենք կհամախմբվեին, Սամոն տունը նստած է, Չակերտների մեջ, ես չեմ հավատում, տվեք ինձ սպանեք, չեմ հավատում, ինչի Սամոին պոլերին տալով չտարան, ձեզ հասարակ հարց եմ տալիս, ոնց եղավ Տաշիր Սամոն հայտնվեց Մայրաթոռի բակում, Քոչարյանի լրագրողը մենակ ինքը, վարքյանական, ընդեղ կանգնած հարցազրույց ու եկան կուլտուրական, թաթիկից բռնեցին հարգանքով, նստացրեցին, մեքենան տարան, դուք հավատում եք հիմա էլ տնային կալանքա, բա դատարանում եք ինչ էր եղել, որ նկատել էին, որ չկա են, ինչ են գցում բրասլետը, այդ ոնց է եղել, որ պոկվել ընկած է եղել, եղելա թե չի եղել, թույլ տվեք ավարտեմ էլի, ուր եք, ինչի չեք կանգնում Գագիկ Ծառուկյանի կողքը, ինչքան լնգու լավասկա ցուցակների մեջը, հիմա էլ մի հատ Էդգար Ղազարյան կա, որ չգիտես, սենց պաշտոնտան մենակ, սենց ուր ուզումա գնա, գիտեք երեկը, վերնագիրը աչքովս ընկավ, ասում է Նարեկ Կարապետյանը գնում է ազգային ժողով մանդատ վերցնի, որ ԿՊԱ-ականները բռնաճնշումներ կանեն իրանց ցուցակի մեջ գտնվող լնգու լավազին, մեկն էլ ուսուցչուհու սիրուհուն, այդ ես եմ ասում, որտեվ իրանց ցուցակի մեջ է, բան է, որ Նարեկ Կարապետյանը բան լինի, իրանց պաշտպանի, հիմա էլ այդ կուտն են տալիս, հիմա ես ձեզ հարցնում եմ, ուրա 300,000 աշխատատեղը, ինչի չեք խոսում այլևս ադրբեջանցիների գալուց, ինչի չեք պայքարում եկեղեցու դեմ, ամեն օր օրը մեկ են քրտնխաշը եղած Նարեկ Կարապետյանը վախեցած, սփռտնած դեմքով, մտնում է եթեր էշ դուրս է տալիս գնում է, այնտեղ կա ինչ-որ Մայրանա, Քոչարյանի գրկից թռավ եկավ ընդեղ, կա ԿՊԱ-ական ծաղիկ, ԿՊ-ի գրկից, այսինքն նրանք դեսանտներ են, կա նաև ուսուցչուհու բան շատ կոպիտ չհնչեմ, իրանց ցուցակում, բոլորը ինչքան օգտագործված կա, տեսեք, մենք որ արդար պայքար ենք տանում, մենք որ չենք կզում, ինչ չեն կարող, կառավարել ոչ ոք, որովհետև ես տեր չունեմ, ես եմ իմ տերը իմ ծնողներն են, իմ տեղը իմ Աստված է, իսկ սրաս նմանները կզած, ժոպալեզների նման, Պարոն Ղուշյան, փող լինի, ինչ հայրենիք, մանդատ լինի, սա է մեր ներկայիս ընդդիմությունը։ Գիտես, Արիանա, քո շատ մտքերի հետ համաձայն եմ, բայց քանի որ ես առիթ եմ ունեցել մոտիկից ճանաչելու Սամվել Կարապետյանին, պիտի ասեմ, որ չեմ կիսում այդ հարցում քո կարծիքը, որովհետև 20 տարուց ավելի ես այդ անձնավորությունը ճանաչում եմ եւ չեմ կարող հոգուս դեմ մեղանչեմ։ Նա շատ պարկեշտ մարդ է եւ միշտ սիրել ու սիրում է իր հայրենիքը։ Ես չգիտեմ դու ինչու, բայց ես հավատում եմ, որ այդ մարդը կարող է ինչ-որ բան փոխել։ Ապրին կտեսնենք։ Դա Աստված, որ իհարկե ես չսխալվեմ։ Ես ցավը տանեմ։ Եկեք մի բան էլի ձեզ ասեմ, հա։ Եթե սիրում էր հայրենիքը, եթե սիրում էր, ձեզ հարց եմ տալիս։ Իրեն գիտեին ինչա լինելու իրենց ձայների հետ։ Ինչի ուղիղ հեսա կլինի 2 ամիս, խափում են, օй, ամիս ու կես, խափում են, ԿՀ ենք տալիս, ՍԴ ենք տալիս, իրենք չգիտեին ինչ պատասխաններ են ստանալու, ինչի իրենց ձայներ տվողներին փողոց չհանեցին, եւս մեկ անգամ ապացուցեցին եւ վերջո էլի պարոն Ղուշյան, ես հարգում եմ ձեր
տեսակետը, հարգում եմ ձեր խոսքը, ոչինչ չունեմ, դուք ունեք ձեր կարծիքը, ես ունեմ իմ կարծիքը, պարոն Ղուշյան, երբեք չեմ բռնանա։ Դա ձեր որոշումն է, բայց եկեք ձեզ մի բան ասեմ, որ Սամվել Կարապետյանի հեծը, որ թալանում էր ժողովրդին, ով հայ ժողովրդով է բարերար դարձել։ Ինքը ինչ բարեգործություն արել է, այդ հայ ժողովրդի փողերն ա եղել։ Չէ, եկեք ես մի բան ասեմ, էլի։ Նա մինչև 1 տարի առաջ պաշտում էր Նիկոլին, Նիկոլենց հետ քայլում էր։ Այդ ոնց եղավ մի անգամից փոխվեց եւ վերջում իմ բիզնեսին, որ միշտ ասել եմ ու կասեմ, ով վնաս տվեց, ով վնաս տվեց։ Արիանա, ես Հեծը Նիկոլի երևի պատվերով ասել էր անջատեք շատ է խոսում։ Հասկացա, դե գիտես, դու գիտես իմ դեմ էլ 5 մահափորձ են։ Այո։ Շատ բաների միջով եմ ասել, բայց ճշմարտությունը մեկն է եւ ես չեմ կարող չասել։ Ես այնիշ տեսել զգացել եմ, հատկապես մոսկովյան տարիներին, երբ ես այնտեղ աշխատում եմ, միակ անձնավորությունը Արա Աբրամյանից հետո եղել է Սամվել Կարապետյանը, ով աջակցել է ինձ իմ գործունեությանը, միակ հայկական հեռուստալիքին, դե ֆակտո ռուսական այդ հրատարակչության ամսագրի մարդը 2 տարի այսպես առանց ինչ որ բան ունենալու ամսական $5,000 տվել է, որ գոյատևի այդ ամսագիրը եւ միշտ ասել է արա ամեն ինչ, որ մենք Հայաստանը արժանիորեն ներկայացնենք աշխարհին։ Ես չեմ կարող այդ բոլորը մոռանալ, հավատա։ Իհարկե, ես ոչինչ չեմ ասում, բայց չէ, իմ կարծիքը նա է, պարոն Ղուշյան։ Ինչի վերցրեցին մանդատները։ Ինչի։ Արիանա, գուցե մենք Ոչ, չպիտի վերցնեն։ Նույնը Քոչարյանը ժամանակին ասեց 21 թվականին 3 ամսով մտնում ենք այնտեղ, որ Նիկոլին աթոռից գցեն։ 5 տարի նստած են, նույնը հիմա իրանք են ասում։ Հիշեք մի բան, Նիկոլը փողոցով եկել է, փողոցով պետքա գնա։ Ես այստեղից ասում եմ, Սամվել Կարապետյանը, ինչքան ուզում է ես չարացած լինեմ իրենց դեմ, ինչքան ուզում է ես չվստահեմ։ Փողոցային պայքար հայտարարեն, առաջինը ես կկանգնեմ իրանց կողքը, բայց չկա, ինչ մանդատ վերցնել։ Չսպասեն, կապրեն կտես։ Չկա։ Ես էլ ձեզ ասեմ, որ փողոցային պայքար կլինի, բայց ոչ նախկին կլինի, ոչ էլ ներկա կլինի։ Ոչ էլ Սամվել Կարապետյան կլինի։ Ես էլ ձեզ հետ եմ ասում։ Լավ, կապրեն կտեսնենք, դե տեսեք ժամանակին դուք ինձ մի հոգով համարել եք ասում, որ մի հրաշալի անձնավորություն է։ Այո, բայց կներեք, պարոն Ղուշյան, ես ասել եմ, բայց ես վերջը կապիկություն չեմ արել, ես հրապարակավ ժողովրդին ասել եմ կներեք, որ ձեր մեջ հույս եմ արտնացրել, բայց այս մարդը խափեբա, քցող, ստոր անձնավորությունը, տվյալ մարդ ուզում էր Նիկոլը իրեն նկատել, էլի եմ ասում, Նիկոլը քյաչալ գլխին շանտեղ չդրեց։ Ներեցեք ինձ ոչ ոք չի կարող մի բան ասել։ Հասկանալի է, չէ, ուզում եմ ասեմ մարդ ենք, մենք կապրենք կտես։ Իհարկե, դուք իմ խոսքին փորձեք հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Թող լավ լինի, թող ճուզողը ես լինեմ։ Ասած անձնավորությունը։ Ես չգիտեմ ինչու ներքի, այսպես ներքուստ հավատ ունեմ Սամվել Կարապետյանի հանդեպ, եւ եթե նա էլ հուսախապանի, ուրեմն այս երկրում ապրելը անիմաստ է դառնում։ Իսկ այն ինչ կատարվում է այսօր Գագիկ Ծառուկյանի շուրջ, դա պարզապես չգիտեմ ոնց է ժողովուրդը հանդուրժում։ Բացի ժողովուրդը, դե վախի մթնոլորտ է, ես նաև ուզում եմ ասել Գագիկ Ծառուկյանի կողքի մարդիկ ձայն չեն հանում։ Սահմանափակվում են մի 2 գրառումներով։ Դուք հասկանում եք, ախր Գագիկ Ծառուկյանը դուրս է գալու։ Գիտեք ոնց Գագիկ Ծառուկյանի մեղավորությունն է եւ շատ ու շատերի, որ ինչքան լնգու լավաս կա, իրենց ընդունում է որպես իրեն հավատարիմ մարդիկ։ Չկա տես բան, ուր եք, կողքի մարդիկ, անգամ իմ Facebook-յան էջով ես Գագիկ Ծառուկյանի համար ճղում եմ բոլորին, եթե մեկը լայքում են այն մարդկանց, ովքեր փողով են աշխատում, դուք հասկանում եք։ Դուք հասկանում եք ովքեր են, անդրադառնալու եմ հատ կողքիններին, հատ, ուր եք,
Ուր են վեր ընկած, Գագիկ Ծառուկյանը պետք է փող տա, որ խոսան, հա, փիսիկներ, եթե դուք ձեր շեֆի համար ոչինչ չեք անում, ով եք, որ նրա կողքին գտնվեք, իրա կողքինները Գագիկ Ծառուկյանի գլխին սարքեցին, ամեն մեկը դարձել է Գագիկ Ծառուկյանի շնորհիվ միլիարդեր, Գագիկ Ծառուկյանը, որ չի հետևում այս անտերսոցիալական կայքերին, իրա կողքի մի քանի լնգու լավազները գնում են իրեն ինֆորմացիաներ են տալիս, այն ինչ որ ինքն է սիրում լսել։ Այդ դրա մարել այս օրնա։ Էլի եմ ասում, ուր եք Գագիկ Ծառուկյանի թեկուզ ցուցակի միջի մարդիկ, ուր եք։ Այն որ ուզում եք դառնայիք դեպուտատ, ուր եք։ Հա? Ուր եք։ Բոլորին եմ անդրադառնալու, լրատվականները ինչի են լուր։ Մենակ այն պաշտոնական բաներն են հրապարակում։ Ինչի եք լուր։ Դե ես չի ասի որ լրատվականները այդքան լուր են, բայց ես մենակ պաշտոնական, նա ասեք, իմ նման ով է խոսում։ Բոլորը դե իրենք կուլտուրական բան են, չէ՞։ Սենց ղեկավարներ են, բան են, էլի սենց ծանրակշիռ, բայց ես ձեզ խոսք եմ տալիս։ Ժամանակը ամեն բան իր տեղն է գցելու։ Բոլորի դեմքը պետքա պատառվի։ Ես չեմ խնայելու։ Թեկուզ ում բարև եմ տվել մարդկանց, թեկուզ ում ասել եմ ոնց եք։ Պիտի մաքրվի։ Այս անտեր, այս վիճակները պիտի դուրս գա մարդկանց միջից։ Հարյանը, գիտես, եւ այս պայմաններում ձևավորվում է մի նոր կառավարություն, որը ավելի վատն է լինելու ըստ լուրերի, քան նախկին այս կառավարությունը, որը նույն վարչապետն էր գլխավորում։ Այս կապակցությամբ ինչ սպասելիքներ ունես։ Այսինքն չհասկացա նոր կառավարությունը, որը ձևավորվում է, ինչ որ սպասելիքներ ունես։ Իհարկե ոչ։ Թող ձևավորվեն, էլի ինչ նոր կառավարություն, ցավը տանեմ, ով է, Նիկոլը չի, Նիկոլն է։ Հələ մի հատ տեսեք Նիկոլի մարդկանց, մի հատ հələ տեսեք ինչքան լնգու լավազ կա, ինչքան սոված շուն կա, եկել փողատեր են դարձել։ Տեսեք, ասենք Ալեն Սիմոնյան։ Դե չկա Ալեն Սիմոնյանը։ Նիկոլը հեսա այնքան մարդկանց է փուրը տալու։ Հեսա գիտեք ինչ պարակտում արդեն մտել ՔՊ-ի մեջ, իրար մորթում են, ոնց որ ձեր ասած Սամվել Կարապետյանի թիմուն, դուք տեղյակ եք, որ 105 հոգի ինքնաբացարկ գրեց եւ դուրս եկավ, որտեղ պաշտոնի համար մորթում են, գզում են, նույնը ԿՊ-ում մորթում են, հələ մի հատ դրանց տեսեք էլ այդ անհայրենիք թրքացածներին, մի հատ նայեք էլ տեսեք ովքեր են ինչից ինչ են դարձել, կամ են Տիգրան Ավինյանը, հələ լղզած, լղզորած ճիճուին նայեք, մի հատ տեսեք ովքեր են, Ալեն Սիմոնյան, Պրիվետ, թքողուխտ, Էլուն վրա ես թքելու, դուք գիտեք, որ լուրեր են տարածվում, որ ինչի Ալեն Սիմոնյանին դուրս վռնդեցին, հիմա ասում է կոմպրոմատ ունի Նիկոլի վրա, Նիկոլը չի կարողանում, տենց են ասում, ինչ որ քայլեր ձեռնարկի Ալենին տշելու համար, ինչ որ սրանք հիշում եք, այդ դեպքը, այդ աղմուկը դուրս եկավ, իբր ասեցին սուտա, 23 թվականին ինքը և ձյաձ Գրզոն, ուզեցել են հեղաշրջում անեն, մի կերպ, այս մի 2 տարին յոլայա տարել սրանց պահելա, օգտագործեցին ու դեն նետեցին, ասում է, դա է պատճառը, բայց քանի որ այս երկրի ղեկավարի վրա լիքը կոմպրոմատներ ունեն, չի կարողանում էլի, ոնց որ են ԱԱԾ-ի բլոգերներին, հա, բլոգեր են իրանք դարձել, նկարեն, ցույց տան, որ ժողովուրդը տեսնի, ոնց են առյուծ, ճուտ, հավ, ոտով խփում 70 տարեկան մարդուն պարկասնում, չի կարողանում քսի տա, որ այդ օրը ընկնեն, պարակտում ա գնում, պարակտում, սրանցից ինչ կառավարություն, հիշեք մի բան, փուչիկը պայթելու է, պարոն Խուշյան, պայթելու է, այսպես չի կարող շարունակվել, պարզապես չի կարող։ Եղավարյանը, ուրեմն մենք պայմանավորվենք երևի առաջիկայում մեր նոր հանդիպան ժամանակ տեսնենք ինչ զարգացումներ են լինում։ Դուք էլ ձեր, ինչպես ասում են, ստատուսին համարժեք համապատասխան փորձեք ազնվորեն ներկայացնել այն ամեն ինչին մենք ականատես ենք լինում։ Ես միշտ ազնիվ եմ, պարոն Ղուշյան։ Ես մի գրառում արեցի, ես հեկեկալով այդ գրառման համար լաց եմ եղել։ Ես
ոնց ասեմ, ես ցավ եմ ապրում, իրականում շատ ցավ եմ ապրում։ Ժողովուրդ, եկեք դուրս գանք, եկեք մեր ուժերին վստահենք, չվախենանք ոչ մի բանից։ Եկեք կանգնենք մեր 70-ամյա բոլորիդ երջանկություն պարգևած։ Ես չեմ ասում, գիտեք, պարոն Ծառուկյանը իդեալական է, այնքան սխալներ ունի, այնքան, ոչ մեկս իդեալական չենք, պարոն Ծառուկյան, բայց հազարներով մարդիկ սոված են մնալու, ոչ ոք դրա մասին չի խոսում։ Այո, Եկեք սարսափելին։ կանգնենք պարոն Ծառուկյանի կողքը, եկեք կանգնենք այդ մարդու կողքը, շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Շերի բարեկամներ, դե անկրկնելի, անուղելի Արիան Հովսեփյաններ Փակ TV-ի տաղավարում։ Միշտ լավատես, զարմանալի է, բայց հավատացող, որ գալու է այս չարի վերջը։ Այսօր այսքանը, ցտեսություն։